Ուշադրություն։ Նոր անկախ շրջանի Հայաստանի 4 ղեկավարները Հայաստանի պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, պաշտպանությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը թողել է թշնամու հայացողության տակ եւ այս ճյուղերը երբեք նորմալ զարգացում չեն ապրել, որոշները նույնիսկ հետընթաց են ապրել։ Այս ճյուղերն էին պետությանը միս ու արյուն հաղորդելու, որ այդպես էլ Հայաստանի Հանրապետությունը չստացավ։ Այս իշխանությունները բացառապես սնվելով պետության միջոցներից, պետբյուջեից եւ պետբյուջեից դուրս բոլոր պետությանը ենթակա գումարներից հնարավոր ներքին, ստվերային, երևացող, չերևացող նրանք հզորացել են թուլացնելով Հայաստանի Հանրապետությունը։ Ռեժիմի վերջին ներկայացուցիչը Նիկոլը անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածքները զիջել թշնամուն եւ մեր պետությանը անվանել օկուպանտ։ Մեր պետությանը հետագա հարվածի տակ գտնելով միջազգային դատարաններում, որտեղ արդեն Ալիևը մոտ 150 միլիարդ դոլարի ռազմատուգանքի հայցով մեղադրանք է ներկայացել Հայաստանին։ Հայաստանում միակ կառույցը, որ սիստեմատիկ աճողական զարգացել է, դա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է։ Հայաստանում օրեցօր խորանում է չքավորությունը, աղքատությունը, հարկեր, տուրքերը բարձրանում են։ Եվ սրանով չբավարարելով հայ իշխանությունը արդեն սկսել է մարդու հոգու վերջին հանգրվանին, մարդու բարոյականությանը, մեր եկեղեցուն է սկսել կպնել։ Սա նշանակում է քանդել պետությունը հիմնահատակ։ Այս ամենին հակառակ գոյություն ունի ազգային ժողովրդական բևեռ, որը չսնվելով բյուջեից, չստանալով որևէ աջակցություն պետությունից, իր միջոցներով ժողովրդի հանգանակության շնորհիվ ստվերի պես հետևում է Հայաստանի Հանրապետության կործանարար իշխանությանը միջազգային ասպարեզում եւ քաղաքակիրթ աշխարհին տեղեկացնում է, որ Հայաստանը օկուպանտ չէ, որ Հայաստանը հանցագործ չէ, որ Հայաստանին չնայեք իբրև հանցագործի եւ ձեր դատարաններում Հայաստանի վրա լրացուցիչ պարտավորություններ չդնեք։ Այդ քաղաքական թիմը ասել է, թե մեր թիմը ազգային ժողովրդական բևեռը հերթական անգամ դրամահավաք է կազմակերպում Թելեթոն հունվարի 5-ին եւ 6-ին։ Խնդրում ենք ձեր աջակցությունը բերեք ազգային ժողովրդական բևեռին եւ առհասարակ աջակցեք որ գա իշխանության, որ սրանից հետո լրացուցիչ գումարներ բացի հարկերից եւ տուրքերից ձեր համար պարտավորություններ չառաջանան պետության հանդեպ եւ ինչու՞ չէ նաեւ սփյուռքի հայությունը կարողանա հանգիստ վայելել իր կյանքը եւ չլարվի, չանհանգստանա եւ ֆինանսական միջոցներ չուղի հայրենիք։ Գա իշխանության ազգային ժողովրդական բևեռը, որը պետբյուջեի ամեն մի ցենտ, ամեն մի լուման ներդնի Հայաստանի ինքնիշխանությանը, պետության կայացմանը, բանակին, անվտանգությանը, մշակույթին, գիտությանը, կրթությանը, ասել է թե ապագային։ Աջակցեք ազգային ժողովրդական բևեռին հերթական անգամ, որպեսզի կարողանա դիմակայել թշնամական ռեժիմին։ Սիրով սպասում ենք։